Սիրելի հեռուստահետողներ, Ծաղկաձորում այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները։ Մենք եւս գտնվում ենք Ծաղկաձորում եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ինձ հետ զրուցելու։ Նախ խնդրում եմ մի փոքր պատմեք այս հավաքի մասին։ Այս հավաքները սկսվեցին ապրիլի 2-ից, կտևեն մինչև ապրիլի 14-ը, իսկ հետո 2-3 օր տղաները կլինեն տունը, իսկ ամսի 17-ից արդեն նորից կվերադառնանք Ծաղկաձոր, արդեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը։ Ինչպես միշտ մենք շախմատային պարապմունքները անցկացնում ենք օրվա երկրորդ կեսին, մոտավորապես ժամը 3-ից 7-8, իսկ առավոտյան իհարկե ման են գալիս միասին զրուցում ենք եւ զբաղվում ենք սպորտով։ Այդպես է մեր օրը բաշխված։ Բոլորն էլ այստեղ են, բոլորը տղաները հույս ունեն եւ ամեն ինչ մենք կանենք, որ հաջող հանդես գանք այս շատ կարևոր մրցմանը, որը անցկացվում է Հայաստանում, եւ մենք իհարկե զգում ենք այդ մեծ պատասխանատվությունը մեր վրա եւ կաշխատենք, նորից ասեմ, ամեն ինչ անենք, որ հնարավորին չափ բարձր արդյունք ցույց տանք։ Իհարկե պետք է պայքարենք առաջին տեղի համար, բարձ է, բայց ավելի լավ է միջև այդ մասին չխոսենք, մենք կաշխատենք ինչքան հնարավոր է բարձր տեղ գրավելու։ Պարոն Պետրոսյան, ինչպես ժողովուրդն է ասում, տանը հանդես գալիս նաև պատերն են օգնում։ Թեպետ գիտենք, որ երբեմն այդ հանգամանքը նաև մի փոքր խանգարում է, լրացուցիչ պատասխանատվություն, լարվածությունը շատ մեծ է։ 2001 թվականին Հայաստանում մեկ անգամ արդեն անցկացվել է տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը, եւ դուք կարելի ասել այդ ամենի միջով արդեն անցել եք։ Ինչ կասեք այս մասին։ Ինձ թվում է այդ մոմենտներ կան, որ կրկնակի պատասխանատվություն է, քանի որ դուք եւ հայրենիքում եք հանդես գալիս եւ միշտ էլ գիտեք, որ աշխարհի թիմային առաջնությունը շատ խոշոր եւ շատ ուժեղ մրցում է, որտեղ հանդես են գալիս աշխարհի լավագույն թիմերը։ Ամեն դեպքում մրցումից առաջ դժվար է ասել ինչպես կլինի այս մրցմանը։ Մենք հույս ունենք եւ միասին արդեն բավականի զրուցել ենք այդ մեր ընդհանուր սպորտային մարզավիճակի մասին եւ ես կարող եմ ասել վստահ եմ, որ տղաները ամեն ինչ կանեն, որ այս մրցումը հանդես գան վերելքով այս մրցմանը։ Իհարկե ինչ որ լինում են մոմենտներ, որ ինչ որ լավ մարզավիճակում չեն, առանձին արդյունքները չեն համապատասխանում իրանց ուժին, բայց դե գիտեք շախմատը եւ ինչպես բոլոր սպորտաձևերն էլ եւ ընդհանրապես բոլոր գործունեությունները միայն չեն լինում միշտ վերելքի վրա։ Ինչ որ մոմենտներին ինչ որ լինում են սխալներ, բայց ամեն դեպքում ինձ թվում է այս մրցմանը մենք աշխատենք մեր լավագույնը ցույց տալ։ Շախմատասերների մոտ այսպիսի համոզմունք կա, որ մեր թիմի շարժիչ ուժը Լևոն Արոնյանն է եւ թիմի հաջողությունները հիմնական մասով հենց նրա ելույթի հետ են պայմանավորվում, այսինքն երբ նա ցույց է տալիս իր լավագույն խաղը, կարծես թե մեր թիմին կանգնեցնել պարզապես ոչ ոքին չի հաջողվում։ Վերջին շրջանում Արոնյանը կարծես թե փոքր ինչ զիջել է դիրքերը եւ չի կարողանում ցույց տալ այն խաղը, որին մենք սովոր ենք։ Ինչ կասեք, ինչպիսի մարզավիճակում է գտնվում Լևոնը այս պահին եւ արդյոք նա այս ամենը մոռացել է, այսինքն վերջին մի քանի մրցաշարերի ելույթները։ Ասեմ ձեզ, ես կարող եմ լրիվ բաց ասել, որ դա շատ ժամանակավոր բնույթ է կրել, ինձ թվում է այդ վերջին իր հանդես գալ վերջին մրցումներին, դե գիտեք բոլոր եւ աշխարհի ուժեղագույն շախմատիստներն էլ ես կարող եմ հիշել ինչպես եղել էր նաեւ Վիշմանատան Անանդի հետ եւ Վլադիմիր Կրամնիկի հետ, ինչ որ մի ժամանակաշրջան, ինչ որ մի բան չի ստացվում, բայց ինձ թվում է, որ այժմ Լևոնը շատ հաջող հանդես կգա, ինձ թվում է, որ ինքը արդեն այդ ժամանակաշրջանը ինձ հաղթահարում է, ինձ թվում է, որ արդեն ամեն ինչ լավ կլինի եւ պետք է մարդիկ հասկանան, որ դա բոլորի հետ էլ ստացվում է, այդպես էլ է լինում, այդպիսի ժամանակաշրջաններն են լինում շախմատի կարիերայի ընթացքում։ Երբեք չի եղել այնպիսի շախմատիստներ, որոնք ոնց են ասում, միշտ էլ առաջ տեղեր են գրավել կամ շատ դժվար է դա։ Ինչ որ մոմենտներ դա ստացվում է, բայց ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Հավանաբար դա նաև նրանից է, որ աշխարհասփյուր հայությունը մեր թիմից միմիայն հաղթանակ է ակնկալում։ Երևի գիտեք, հա, մեզ էլ է այդ կողմից մի քիչ դժվար, քանի որ մենք գիտենք, որ սպասումները շատ բարձր են միշտ եւ
Իհարկե աշխատում ենք, որ չհուսահատվեն մեր շախմատասերները, բայց գիտեք, շատ դժվար է։ Այս մրցմանը կարող եմ ասել շատ ուժեղ թիմեր կան։ Եվ իհարկե մենք մեր անհատական գործակիցներով իրենց զիջում ենք, բայց ամեն դեպքում ինձ թվում է մեր այս կամային ունակությունները եւ անձն թիմային ոգին եւ այդ հաղթելու ոգին ինձ թվում է մեզ կարող է օգնել։ Եվ վերջին հարցս։ Աշխարհի առաջնություն մասնակից 10 թիմեր, թեպետ այս մրցաշարերում երբեք թույլ թիմեր չեն լինում, բայց այնուամենայնիվ կարող ենք այս պահին ասել, որ թիմերն են մեր հիմնական մրցակիցները։ Իհարկե շատ բարձ կարող եմ ասել, հիմնական մրցակիցներն են իհարկե Ռուսաստանի թիմը, Ուկրաինայի թիմը, օլիմպիական չեմպիոններ Չինաստանի թիմը, Հնդկաստանի թիմը բավականին ուժեղ թիմ է, Հունգարիայի թիմը, իհարկե Իսրայելի թիմը, Ամերիկա Միացյալ Նահանգների թիմը չի հանդես գալիս իր առաջին կազմով, բայց ամեն դեպքում նա էլ բավականին ուժեղ թիմ է։ Իհարկե այդ կարելի ասել, որ 10 թիմից 9-ը այդ ուժեղագույն թիմերից մեկն են աշխարհում։ Իհարկե միայն Եգիպտոսն է մի քիչ զիջում ուրիշներին, բայց Եգիպտոսի թիմը Աֆրիկայի չեմպիոնն է եւ նա միշտ իրավունք է ստանում հանդես գալու աշխարհի չեմպիոնատներին ու կարող եմ ասել իրենց կազմում ընդգրկել են 3 հատ գրոսմաստեր, դա ոնց են ասում ամեն դեպքում միայն պետք է զգոն լինել եւ պետք է պայքարել ոնց են ասում լրիվ լրջությամբ ուրիշ ձև չի։ Բնականաբար մենք անհամբեր կսպասենք մրցաշարի մեկնարկին եւ մեր թիմի հաջող ելույթին։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ինձ հետ զրուցելու, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը։ Շնորհակալություն։